Սիրելի բարեբաշտ հայրենիք, այս հաղորդումով կամ այս պատմության ընթերցումով մենք կավարտենք պատմություններու շարքը, որը հավանաբար արդեն 100-ն անցած է։ Ավելի ուշ հուլիս ամսվան գեսին հավանաբար մենք պիտի վերսկսենք այս հաղորդաշարը, այս անգամ պատմություններու փոխարեն դարբեր հաղորդաշարը պիտի ունենանք, իմասնավորի մեր առավոտյան այս հաղորդումներով պիտի խոսենք քրիստոնեական հավատքի մասին, թե այդ հավատքը ինչպես պետք է ապրիլ, եւ թե այդ հավատքը ինչպիսի առաքելություն պիտի դարձնենք մեր առօրյա ընթացիկ կյանքին ընթացքին։ Հետևաբար այս պահուն մեր շնորհակալությունը կուզենք հայտնել անցնող ավելի քան 100 օրերու ընթացքին մեզ ունգընտրող եւ հետևող հավատացյալներուն։ Շուտով կմեկնենք նաեւ մայր հայրենիք եւ վերադարձին նորոգյալ հավատքով թարմացած կվերսկսենք այս անգամ նոր ծրագիրը նոր ենթավերնակրով։ Սիրելի բարեբաշտ հայրենիք, այսօրվան պատմությունը վերնակրած ենք մենք փոքրիկներս քարուն ենք ուզում։ Պատմությունը քրի առնված է հոկտեմբեր 1998 թվականին։ Օգոստոս 1998-ին Հայաստան գտնվեի ուխտակնացությամբ, երբ պատեհություն ունեցա ներկա գտնվելու նաև Օշագանի անմահ վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան ցոնված Դբրադամ մեջ կազմակերպված քեղարվեստական հանդեսիմը, որու ընթացքին իրենց մասնակցությունը բերին նաև փոքրիկները։ Ներկայացված ելույթները մեկը դպավորեցիս, երբ այնքան հուզումով, համոզումով ու ապրումով փոքրիկները արտասանեցին։ Մենք փոքրիկներս քարուն ենք ուզում վերնակիրը գրող բանաստեղծությունը։ Միայն Հայաստան ուխտակնած մգրնա հասկանալ, թե ինչպիսի աղոթք ու մաղթանք կա այս բարերում մեջ։ Մենք փոքրիկներս քարուն ենք ուզում։ Հայաստան ապրող մեր սիրասուն փոքրիկներուն կյանքը այնքան ալ թյուրին չէ։ Ծմրան դժվարին պայմաններու մեջ անոնք կդոգան, իրենց ծնողներու բացառիկ զոհողություններով ու անբացատրելի քուրքուրանքով, եւ երբ իրենց ելույթով գարդասանեն, մենք փոքրիկներս քարուն ենք ուզում, գուցե անոնք չեն գիտակցիր իրենց խոսքին, բայց ես կգարթամ մեր քաղցր փոքրիկներու աչքերու մեջ քարնան գարոդը, կյանքի քարունը։ Մենք փոքրիկներս քարուն ենք ուզում։ Այս բարձ խոսք չէ։ Սա համոզում է ու հավատքի վկայություն, ավելին նույն փոքրիկներու մեջ նոր ծնունդ կգաբրի վաղվան հայրենիքը։